Վաղ առավոտից Փարաքարում ոստիկանական ուժերի կուտակումներ են։ Առավոտյան 8-ից բացվել են 16 ընտրատեղամասերը 20.967 ընտրողների համար։ Խոշորացված համայնքում թիմ ընտրություններ են։ Միշտ լույսերով են գալիս, միշտ որ կատարվում է։ Փարաքարում պայքարի մեջ է քաղաքական 4 ուժ, քաղաքացիական պայմանագիր, ազգային առաջընթաց, կայունություն կուսակցությունները և միասնություն կուսակցությունների դաշինքը, կազմված ապրելու երկիր և հաղթանակ կուսակցություններից։ Մարդիկ ուզում են հավատալ, որ այս ընտրությունները չեն լինի մնացած բոլոր ընտրությունների պես։ Ջուր չկա գյուղին, ծառները որոք են, այդքան հողամաս կա, մնացել է անջրտի։ Հույս ունենք, որ մեր թեկնածուն կլինի գյուղապետը մեր։ Իմ ուզած մարդին ընտրեմ, կարևոր ասենք իմ փողոցը կանալիզացիան պատասխանի։ Հույսեր ունենք, որ ընտրվողը կարենա ամեն ինչը տեղին դասավորի։ Տեր կայնեն համայնքներին, ոչ թե թողեն անտերության։ Մարդիկ ակտիվ մասնակցում են ընտրություններին, արդեն մեկ արտարոց դեպքի մասին է հայտնի։ 14/12 ընտրատեղամասում առաջին անգամ ընտրության մասնակցող աղջիկը հուզմունքից ուշագնաց է եղել։ Միակ միջադեպը, որ երիտասարդ աղջնակ էր, որ առաջի անգամ էր ընտրության գալի, ուղղակի հուզմունքից, լարվածությունից չիմանալուց թե ոնց ընտրի, ուշագնաց եղավ, ընդամենը շտապ օգնության մեքենան եկավ, օգնություն ցույց տվեցին։ Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև երեկոյան 8-ը, ինչից հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։